Չնայած դեռ նախընտրական քարոզարշավի փուլում չենք, որը պաշտոնապես մեկնարկելու է մայիսի 8-ից, բայց ակնհայտ նախընտրական գերակտիվ process-ի մեջ է իշխանությունը։ Ամենատարբեր ճաշերով, կարկանդակներով, կուկուռուզով, չգիտեմ, կարտոֆիլ ուտելով, անդադար ինչ որ այս նախընտրական քարոզչության մեջ են ու այն հայտնի իրանց բանաձևով կարտոշկա են ուտում, որ մարդիկ տեսնեն, որ մենք կարտոֆիլ ենք ուտում, հետեւաբար գան մեզ քվեարկեն։ Սենց, բայց առաջին հայացքից համ նախընտրական քարոզչությունը մյուս կողմից էլ շատ կարևոր թեմաներ կան, որոնք մեր շուրջ տեղի են ունենում, որոնք բացարձակապես ստվերվում են այս ամենօրյա ուտելիքի եւ շոուների ֆոնին։ Հիմա պետք է հասկանալ այս ընդհանուր ինչու է արվում եւ այս համատեքստում էլ մեր գործողությունները, որոնք պետք է լինեն։ Այն որ նման շոուների մեջ մենք չենք կարող մտնել միանշանակ, բայց նաեւ այս ֆոնին շատ լուրջ թեմաների մասին խոսելը դառնում է արդեն ոչ ռելևանտ իրավիճակին։ Նայեք, բայց ընտրությունները հենց նրա համար են, որ լուրջ հարցերից խոսալ։ Ճակատագրական պահ է գալիս երկրի համար եւ ենթադրվում է, որ հենց լուրջ խոսակցությունների արդյունքում մարդիկ պետք է կողմնորոշվեն, թե որ քաղաքական ուժին, որ առաջնորդին համար քվեարկեն։ Եվ այն ինչ ես տեսնում եմ, դա ոնց որ գիտակցված ձևով փորձում են այս process-ը ամբողջությամբ անլրջացնել։ Եվ պատճառը եւս ինձ համար հասկանալի է, որտեղ լուրջ թեմաների շուրջ իրենք ասելիք չունեն։ Ոչ այդ ասելիք չունեն։ Եվ մեկ-մեկ քայլերը, այսպես ինչ որ абսուրդային բաների է բերում, այդ դուք հիշեցրեցիք, որ լավաշ կարտոֆիլ է ուտում, քանի որ մենք էլ ենք ուտում, ուրեմն մեզ պետք է քվեարկեն։ Իսկ Հայաստանում ով չի ուտում կարտոֆիլ կամ նախագահ, դուք կարտոֆիլ ուտում եք։ Իրոք էլի ով չի ուտում, ուղղակի բոլորը չեն նկարում դա։ Հետաքրքիր թեմա, որ կարտոֆիլը Հայաստանում այսպես սննդային այդ ամբողջ փաթեթի մի լուրջ մասն է կազմում։ Մի հետաքրքիր բան էլ նշեմ, ներկայացվել այնպես, ոնց որ sense պար ժողովուրդն է, էլի միայն կարտոֆիլ ուտում։ Չէ, այդպես է ներկայացում, լավաշ, կարտոֆիլ, սուջուխ։ Հիմա ձեզ մի հետաքրքիր ուղղակի բան ասեմ։ Եվրոպայի հյուսիսը ամենից հարուստն է եվրոպական երկրների մեջ։ Կրկնակի ավել են կարտոֆիլ ուտում Եվրոպայի հյուսիսում, քան հարավում։ Սառը երկրների sense ուտելիքի մեջ կարտոֆիլը շատ ավելի մեծ տեղ է զբաղեցնում, որովհետև էներգիան կալորիաները ավելի շատ են։ Բայց մարդկանց որ հիմար է տեղ դնեն, էլի, sense կարտոֆիլ ուտեն, ես ուտենք, այն ուտենք, կուկուռուզ ուտենք։ Կուկուռուզը Միացյալ Նահանգներում ամենից հարուստ երկրներից մեկում ամենից ընդունված ուտելիքից մեկն է։ Պարոն նախագահ, ես կարծում եմ դուք ասում եք, որ լրջության եւ անլրջության պայքարը ըստ էության գնում եւ ընտրություններն էլ դրա մասին են լինելու լուրջ առաջնորդի կամ անլուրջ առաջնորդի եւ մենք հիմա քննարկման առարկա ենք նաեւ դարձնում ճաշատեսակներ ըստ էության, որ ինքը օգտագործում է, բայց ես կարծում եմ, որ ինչ որ հաշվարկների գուցե հիման վրա է այդ ամեն ինչը կյանքի կոչում իրականացնում եւ հիմա էլ մտելա 2018 թվականի այդ շրջապտույտի մեջ երեք օրինակ քարոզարշավից հետո լայվի ժամանակ ասում եմ, որ ես ժողովրդին պետքա ցույց տամ, որ ես նրանցից մեկն եմ ու կապ չունի, որ ինձ կհայոյեն։ Այսինքն 18 թվականի, այսպես ասած, հիշողություններն է փորձում թարմացնել։ Արդյոք ճիշտ հաշվարկ չի անում մեծ հաշվով, որովհետև այո, մենք կարող ենք շատ լուրջ հարցեր քննարկել, տարածաշրջանում իրավիճակը, սոցիալ-տնտեսական հարցերը, բայց ինքը մի տեսակ իջացնում է նշաձողը, իջացնում է լայն շերտերի համար ընկալելի մակարդակի եւ մենք այդ պայմաններում խոսում ենք լուրջ թեմաներից ըստ էության մի տեսակ անարդար չի ստացվելու մրցակցությունը քարոզարշավի ժամանակ եւ ով է շահելու ըստ էության շահողը պարզադառնալու ընտրությունների արդյունքում, բայց նաեւ այս քարոզարշավի մինչեւ պաշտոնական մեկնարկը կարծում եմ տեսանելի կլինի նաեւ ըստ էության ով է ավելի քաղաքականապես տեխնոլոգիապես ճիշտ գործում։ Կարող ենք անմրցունակ դառնանք մեր լրջությամբ, այսինքն մեր լրջությունը աշխատի մեր դեմ։ Նայեք, դուք կարծում եք, որ Հայաստանում այլևս ընտրող չկա, որը լրջություն է փնտրում։
Չէ, միանշանակ կա։ Ես այդպես չեմ մտածում։ Մեր ընտրողը ես կարծում եմ միանշանակ լուրջ մտածող Մենք անլրջություն ցուցաբերենք, մենք մեր ընտրողին կկորցնենք։ Ստեյության։ Խոսքը գնում է հետևյալի մասին, դու սեփական ժողովրդիդ հարգում ես, թե չես հարգում։ Դու ընտրությունները կրկես ես վերացում, թե լուրջ ես վերաբերում։ Իրականում այն ինչ ես տեսնում եմ, նույնիսկ արդեն կրկեսի վերացել չի, արդեն կոպիտ ասած դուրդոմի վերացել, էլի գժանոցի։ Այ մոտարապես մենք այդ վիճակին ենք հասնում։ Եվ խոսքը նրա մասին չի, որ ինչ որ մեկը մի բան աղոթում կամ մյուսն աղոթում, խոսքը նրա մասին է, թե ում դու դիմում ես, իսկ դա արվում է ընտրողի համար, ժողովրդի համար։ Դու իրեն հարգում ես, թե ոչ։ Դու իրեն օպել քշող համբալի տեղ ես դնում, կամ դու իրեն դնում ես մարդու տեղով, չգիտե թե 10,000 դրամը ոնց ծախսի։ Եթե այդպես ես համարում, ուրեմն ճիշտ անում ենք։ Ես չեմ համարում, որ դա այդպես է։ Դուք կարծում եք, որ գիտակցված որոշում կկայացնի ժողովուրդը։ Ես կարծում եմ, որ ժողովրդի մի զգալի հատված, այո, վերջապես կգնահատի, թե ինչ է կատարում։ Նաև մենք այստեղ պետք է կարողանանք այդքանը բացատրենք մարդկանց, որ դա անհարգալից վերաբերմունք է առաջերտին ձեր նկատմամբ։ Մաքսիմալ անլրջացնել process-ը, որ լուրջ քաղաքական դիսկուրսի համար տեղ չմնա։ Որ մարդիկ սկսեն կրկնօրինակել, օրինակ, որ մյուս քաղաքական ուժերը ասեն, այ միգուցե ճիշտը սա է, միգուցե սրանով է կարելի ինչ-որ ձայներ բերել, բայց դա կբերի նրան, որ մենք մտնելու ենք անլրջության դաշտ։ Ես մի անգամ ասել եմ վերջերս, որ կապիկություններ անելու ցանկություն չունեմ, եւ կապիկություններ անելը ընտրական գործընթացներում առաջերտին անհարգալից վերաբերմունք է քո ժողովրդի նկատմամբ, քո երկրի նկատմամբ։ Չի կարելի։ Սա ուղղակի անընդունելի է։ Մենք պետք է ուղղակի ցույց տանք այս ամենը։